Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ ներքին տեսնելու համար, սիրելի համախոհներ, չեք մոռանում սեղմենք հիմա լայքի կոճակը եւ անպայման տարածենք եւ բաժանորդագրվենք, եթե բաժանորդագրված չենք եւ անպայման օգնենք ալիքին իր աշխատանքները շարունակելու համար մեր հնարավորությունների սահմաններում։ Եթե հիշում եք մի քանի հաղորդում առաջ էր, երբ որ ես անդրադառնում էի հոգեվորականների ցանկին, նրանց ովքեր դուրս են եկել կաթողիկոսի դեմ, ստորագրել են այդ հայտնի ղազագիրը եւ պատրաստական են ծառայելու ներին, դրանց մասին ընդհանրապես մի քանի ինֆորմացիա ձեզ ներկայացնելուց հետո համատեցի երաժշտական աշխարհի հետ եւ ասեցի ոնց որ թե նույն երաժշտական աշխարհի լինի, հա, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ծնված օրվանից մինչեւ հաջորդ սերունդներ ու նախորդ սերունդ։ Մի երկու հաղորդում առաջ էր, որ ես անդրադարձա մի նորաբույծ նորածին սուրբի, որ եկել եմ ես փրկելու, կես կատակ, կես լուրջ, որ փորձեցի ներկայացնեմ ով է ինքը, եւ 3 ամբողջ օր այնքան նամակ եմ ստացել, այնքան զանգ եմ ստացել, եւ հարցերով եւ պատասխաններով ով է ինքը, դա բայց ուզում եմ կարճ ներկայացնեմ իրականում ով է Նորիկը, սա Դավիթը չի, սա Նորիկն է, հա, հայտնի Նորոնը, այսինքն հայտնի մի քանի մի ինչ-որ շրջանակում, երաժշտական շրջանակում եւ հոգեվոր շրջանակում հայտնի Նորոնը, որի եղբայրը փաստորեն դեռ մինչեւ հիմա երգում է Մայրաթորի եկեղեցում, երկշախմբում է երգում, ինչը կար ժամանակ կոնսերվատորիայում է այս տղեն եղել։ Մի խոսքով, սկսել է իր կարիերան որպես սարկավակ, բանի եկեղեցում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հայտնի է որպես կատարյալ սուտասան, կատարյալ անառակ, մի խոսքով, փախել է ժամանակին Երուսաղեմ ու ապաստանախնդրել այնտեղ։ Թափառելով տարբեր տեղեր Հայաստանում, իր տեղը չգտնելով, հասել է մի կերպ ինչ-որ ձևերով Երուսաղեմ եւ Իսրայելում ապաստան գտնել։ Այսօր կարդացի այս հայտարարությունը, ես հիմա դրա համար եմ անդրադառնում, որպեսզի հասկանանք ով է ինքը։ Իսրայելը տրեյնինգ է անում 100,000 քրիստոնյա, որոնք տարբեր երկրներում պետքա քարոզեն սիոնիզմը։ Չի բացառում, որ այս շրջանակներում է իր փրկությունը գտել այսօրվա Դավիթը նախկին Նորոն, այս ինչպես մեկն է ասում, Տիպոն է փնթին։ Երկու հանգամանք կար, որ ես ստիպված անդրադարձա։ Մեկը համար մեկ, ասենք ինքը հոգեկան շեղումներ ունի, որոշել է, որ այսօր փրկիչն ինքն է, ասենք, մեկ էլ աշխարհի տիրակալների հետ տալիս առնում է ու հասկացել է, որ Նիկոլն էլ մեր փրկիչն է։ Դե բացարձակապես հոգեկան հիվանդը կարող է այդպես բաներ մտածել, տարբերակ 1, հոգեկան հիվանդը, բայց քանի որ այդ հոգեկան հիվանդին լսողներ կան անհանգստացած ուղարկում են ինձ, հա, ես ստիպված եմ ինչ-որ առաջ անդրադառնալ։ Երկրորդ տարբերակ, ես որ հասկացա, որ նույնիսկ եթե հոգեկան հիվանդ չի, բայց հոգեկան հիվանդի դեր է խաղում, սա ռազվեդկա զբոյեմ, տենց է կոչվում, նախորդ մի հատ ինչ-որ հիմար իդեա են գցում եւ փորձում են հասկանալ, որքանով կարող է լինի ազդեցությունը, ռեակցիաները եւ որքանով է ժողովուրդը պատրաստ դրան այն ինչ-որ առաջարկում է։ Երկու պարագայում էլ պացիենտը հաստատ հիվանդ է, հաստատ, հա, որովհետեւ նորից եմ կրկնում, Նիկոլին ներկայացնել որպես փրկիչ, պետք է լավ հիվանդ լինես կամ քեզ լավ պարապացած լինեն, որ դու լավ հիվանդի դեր խաղաս։ Ամեն դեպքում ես կարծում եմ իմ արձագանքը պետք է տեղիներ, որպեսզի ուղղակի դուրս չընդունել ու գցել աղբարկը, այն ինչ որ մենք պետք է անեինք 2016 թվականին Նիկոլի նկատմամբ, այն որ Պավլիկն ասում էր դրա վզից մցրեք, բռնեք, մսեք զիբիլե վեդրոն է, այն ժամանակ չարեցինք ու փոշմանեցինք, այսօրվա օրը եկավ։ Եվ հիմա որպեսզի նույն օրը չգա, այսօր է սամ պետք sense վերցնել, փաթաթել ու շպրտել նորոյին աղբարկը եւ ասել գիտես ինչ, եւ քեզ եւ քո տերերին։ Հայ ժողովուրդը շատ հին է ձեր կապիկությունների համար, շատ։ Ուզում եք գժի տեսքով հանդես եկեք, ուզում եք թաքուն դավադրության մասին մտածեք, մեր հայ ժողովուրդը մենք
շատ հին ենք այդպես կապիկությունները լուրջ ընդունելու համար։ Մի քանի եթե նույնիսկ միամիտ կար, որ սկսել էր լուրջ լսել, վախենալ նույնիսկ, այսով նորահայտ Քրիստոսը կարող է լուրջապետք ընդունել, որտեղ ասենք Քրիստոսին էր ժամանակին, ասենք լուրջ չէին ընդունում, բայց հաստատ Քրիստոսը այն ժամանակ չէր ասում, որ Նիկոլը ձեր փրկիչն է։ Սա լուրջ հայտ է, ես ուզում եմ, որ դուք լուրջ վերաբերվեք, 100,000, 100,000 քրիստոնյա է պատրաստում տարբեր ֆորմատի, հիմնականում քարոզչական նպատակներով, որ պետք է աշխարհով մեկ քարոզեն սիոնիզմը։ Դրանցից անպայման կլինեն նաև Հայաստանում, տարբեր դեմքերով։ Հիմա այսօր այս անհաջող նորիկի դեմքով էր, որը արագ բացահայտվեց։ Արագ մի օր տևեց այդ ամեն ինչ, էլի։ Ուղղակի ես երեք դա չանդրադարձա, որովհետև նյութը շատ էր։ Որոշեցի այսօր այս ֆորմատի մեջ, որովհետև 100,000 քրիստոնյա այս ներկայացուցիչների բանը այսօր ես ստացա ինֆորմացիան, դրա համար մտածեցի գուցե այս ծրագրի մեջ են սրան մցրեմ ի ձև, որ գա իր գործանի Հայաստան։ Չենք թողի, որովհետև ո՞ր եմ ասում, եք մի քիչ հին ենք էլի սկապիկությունների համար, ու ես ես հիմա ուրիշ պատճառ կտամ դրա համար։ Երևի հիշում եք, որ երեք ես անդրադարձա բաների մեր Գերմանիայի այցելությանը Փաշինյանի եւ Գերմանիա այցելության շրջանակներում ես ասացի շատ չէին մասնակիցները եւ տարօրինակն այն էր, որ եկեղեցուց մարդ չկար, այսինքն Գերմանիայի եկեղեցականները իրենց համայնքով չէին մասնակցում այդ բոյկոտի միջոցառումներին։ Այսօր պարզվեց ինչու չէին մասնակցում։ Եվ այսպես ոնց է նայենք Սերով Բ Իսախանյանը այն 10 հոգևորականներից մեկն էր, որի անունը կար ցուցակում, բայց ինքը չէր ստորագրել։ Չէր ստորագրել, բայց կար։ Հիմա լսենք երկու հարց հասկանալու համար։ Ինչու երեք չդիմավորեցին ճակերտներն եմ ասում Փաշինյան Նիկոլին եւ ինչու ստորագրություն այդ դեպքում չկար։ Այնտեղ ցուցակի վրա լսենք։ Ցանցում տարածվել է ստորագրությունները, դուք բայց չեք միացել Արշակ Սրբազանին եկեղեցուց հեռացնելու վերաբերյալ եւ ընդհանրապես ձեր դիրքորոշումը։ Դեռ չեմ ծանոթացել, որ անկեղծ ասեմ, չեմ ծանոթացել, հյուրեր ունեի եւ դե Սերովբեն, որյան ցուցակում կար։ Բասում ինքը դեռ չի ծանոթացել, չգիտի ինչ են պահանջում։ Այդ ցուցակով ինչ են պահանջել։ Ընդհանրապես ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է կատարվում կաթողիկոսի շուրջ, ով էր եկել Գերմանիա երեք, Գերմանիայում երեք ինչ էր խոսում այդ եկածը, դրա մասին մենք այսօր խոսելու ենք։ Եվ Գերմանիայի համայնքի թեմի առաջնորդը հյուրեր ուներ, ռայոն էր գնացել, էլի հայերեն ասած ռայոն էր գնացել եւ տեղյակ չի։ Լսեք ինչ։ Իսկապես չեմ ծանոթացել։ Հետևաբար ոչինչ չեմ կարող ասել։ Վերջին իրողությունների վերաբերյալ, նաև եպիսկոպոսած Դուք հարց տվեցիք ուրեմն այդ հրապարակման վերաբերյալ, նորից կրկնեմ, չեմ ծանոթացել։ Եթե ծանոթացած լինեի, տեսակետս կարտահայտեի։ Շատ լավ, իսկ իշխանությունների կողմից վեհափառին հեռացնելու մտադրությունների վերաբերյալ քիչ առաջ էլ պատգամավորները արդեն այսպես ասած ճակերտավոր ավետում են, որ եթե վեհափառին մնացել էին հաշված օրեր, հիմա մնացել են հաշված ժամեր։ Չեմ տեղյակ չեմ զարգացումներին, հետևաբար անկեղծորեն ոչ։ Չգիտի, ինքը ռայոնից նույնիսկ չի եկել, կարծիք էլ չունի։ Չունի կարծիք։ Ինչ այս պահին չեմ կարող ասել, թույլ տվեք ծանոթանալ։ Բայց դուք վերջին իրողությունները, որոնք տեղի են ունեցել, վեհափառին մեղադրում են, իրողությունները, հիմա ասում եք այլ իրողություն է, ես տեղեկացված չեմ, հյուրերի հետ էի։ Հիմա ձեր հյուրերն էին ավելի կարևոր, թե այն ինչ տեղի ունենում եկեղեցու շուրջ, սրբազան հայր։ Այս պահին խնդիրը ամեն ինչ կարևոր է, նայած թե այդ պահին հիմա ինչն է էականը կամ կարևորը, ես հիմա ասեցի այն բերումով, որ հյուրեր ունեի, որոնք որ վեհափառին են նաև հանդիպել, բնականորեն Գերմանիայի ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ հյուրերն էին, իրենց հետ էի, Փաստորեն իր հյուրերը
Գերմանիայի ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներն են, որոնք հանդիպել էին կաթողիկոսին։ Ու իրանք խոսացել են այսքան ժամանակ, շփվել են, ինքն ասում է հյուրերից հետ եմ եղել, չէ՞, այնքան հյուրեր է տեղել, որ չի հասցրել հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում։ Բայց ինչ է կարծում, ինչ են քննարկել։ Գերմանիայի ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք հանդիպել են կաթողիկոսի հետ, ինչ պետք է քննարկեին սրա հետ։ Եթե ոչ կաթողիկոսի այսօրվա կարգավիճակը եւ այն հարձակումը, որին ենթարկվում է հայրաքելական եկեղեցին։ Բայց հեսա խոսքը փոխում է։ Հետևաբար չեմ ծանոթացել։ Իսկ եթե չեմ ծանոթացել հուսամ ոչ։ Հիշում եք նվագախմբի տղաները։ Որ դինջը հիշում եք դինջը, որ հարցնում են, ասում են, ինչ գիտես էլի այդ հեղափոխականի մասին, Ցոլակ Դարփինյանի մասին։ Ասում են, ինչ գիտես Ցոլակ Դարփինյանի մասին։ Մի բան էլ դու ասա։ Որ ասում է, ախր որ իմանամ ինչ եք ուզում որ ասեմ, կասեմ։ Որ չգիտեմ ինչ եք ուզում ասեք, ինչ ասեմ։ Լրիվ դինջի դերն ա տանում։ Բայց սա թեմի առաջնորդը է, դինջը կարար է իրեն ցույց տար։ Ընդհանրապես երաժիշտ է էլի։ Ձեր հույսը ինչու՞մ է կանում, եթե այդ ստորագրո 10-ից ավել եպիսկոպոսներ են միացել եւ ստորագրել Արշակ Սրբազանի Թույլ տվեք Դուք չեք խոսել ձեր հոգևոր եղբայրների հետ, դուք իրենց դիրքորոշումը չգիտեք, ուզում հասկանալ վերաբերմունքը այսքան վերումով եւ դեռ ամբողջական իրավիճակին չեմ տիրապետում, հետեւաբար չեմ կարող որևէ բան ասել։ Ներողություն Սրբազան, դուք մասնակցել եք եպիսկոպոսատ ժողովին օրեր առաջ։ Եպիսկոպոսական ժողովին մասնակցել եմ։ Այնտեղ Արշակ Սրբազանին պաշտոնները սարսելու հարց քննարկվել է թե ոչ։ Ինչպես նաև ժողովի ընթացքում չի քննարկվել, ժողովի ընթացքում ուրիշ հարց է քննարկվել, որի շուրջ արդեն հայտարարություն հրապարակվեց, իսկ Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութի հարցը քննարկվել է Վեհապար Հայրապետի եւ հանձնախումբի անդամների միջև։ Ես ներկա չեմ եղել այդ հանդիպմանը։ Պատարակների ժամանակ զեղչելուն դուք ինչ դիրքորոշում եք հայտնել եպիսկոպոսատ ժողովին։ Ես դիրքորոշում այդ ուղղությամբ չեմ արտահայտել, բայց ոմանք դիրքորոշում արտահայտել են եւ ես անձնապես չեմ գտնում, որ դա ճիշտ ճանապարհն է։ Ամեն դեպքում տեղյակ է։ Քննարկվել է, ինքը կարծիք էլի չի հայտարարել, բայց քննարկվել է ու ինքը տեղյակ է։ Ու միջև հիմա, չգիտեմ, ռայոն էի գնացել, հյուրուն էի, գլուխս էր ցավում, չգիտեմ ինչ ասեմ։ Ընդհանրապես ամենաաններելի գարշելի բանը տղամարդու պարագայում, ես ինչի եմ շեշտում միշտ տղամարդու, որովհետև ինքը տղամարդը առաջ չի պարտականություն երկրի վրա, սա իմ պատկերացումն է։ Սուտ խոսալը տղամարդու համար անընդունելի, աններելի բան է։ Իսկ եթե այդ տղամարդը նաև հոգևորական է, այլ չեմ ասում հոգևոր առաջնորդ մի ամբողջ Գերմանիայի թեմի, սա հանցագործություն է։ Սա ուղղակի վախկոտություն է։ Սուտ խոսա հոգևորական ասի, չգիտեմ, ես կարծիք չունեմ, ես ոչ մի բան չգիտեմ, բայց գիտի, որ անունը զերծելու խնդիր կա, քննարկվել է, բայց այդտեղ էլ ինքը կարծիք չունի, չի հայտնել այդտեղ էլ կարծիք։ Ու մեկ էլ հեսա կողքին հիշում ես Խրիմյան հայրիկին, Գևորգ 5-րդին։ Բոլոր մեր են հոգևորականներին, որ ասում խաչը ձեռը։ Կռիվ են տվել թուրքերը։ Նույն Արշակ Սրբազանը, որ խաչով այդ հրյա զինվորներին լարել մանը Երուսաղեմում, ուղղակի վռնդել տարածքից։ Ու մեկ էլ էս տեսակը։ Անհամատեղելի է իմ համար էս հոգևորական թեմի առաջնորդ պատկերացնում էս մարդ, որ նույնիսկ համարձակություն չունի կարծիք ունենալու։ Մարդ, որ նույնիսկ համարձակություն չունի, ասի համաձայն եմ կամ համաձայն չեմ։ Հասկանում եք։ Ու այս մարդը ձեզ թվում է այն մեր նախնիների նման հավատամքի համար իր սրբությունների համար կռիվ տվող է։ Ես չեմ ասում նահատակվող։ Ես այդ նահատակվել բառը չեմ սիրում։ Ես կռիվ տվողն եմ սիրում։ Ասում հայրենիքի համար չեն մեռնում, այլ հայրենիքի համար կռվում են։
Հիմա ինչ է թվում, այս տեսակը հայրենիքի, դավանանքի, սփությունների համար կռիվ տվողը, չէ, ինքը ռայոն էր գնաց, ինքը ոչ մի բան չգիտի։ Հիմա այս նապաստակի հոգիով, գայլի դիմակով, անդեմք ավելի ճիշտ, գայլը կարգին կենդանի է, անդեմք քահանային եմ ուզում ասեմ։ Տեսերով բե Իսախանյան։ Այն կապրամատներով, որ եկել են քո մոտ, որ կանոնը ներառել են այդ ցուցակի մեջ։ Եթե մեկ էլ կգան քո մոտ ասեն միացի մեզ, ապստամբի քանդանք այս եկեղեցին եւ դու կստանաս ամբողջ գերմանական թեմը եւ դու այդ կախվածություն չես ունենա Էջմիածնից եւ միայն նա կարող է տնօրինել այդ ավարը, այսինքն ինչ են անելու սրանք, սրանք քանդելու են եկեղեցին, թողեն փոքրիկ համայնքներ, այդ փոքրիկ համայնքները հետագայում էլ ավելի է փոքրիկ անալու, դնել հայկական ավանդույթով գզվրտոցով իր նոր եկեղեցի սարքելով ընդեղ մարդկանց տեղից ընդեղ քաշելով, վերանանք կգնանք մենք, կգնանք մենք, որպես տեսակ, որպես ժողովուրդ։ Սա է նպատակը, հա։ Դա լինելու է տարիների ընթացքում։ Հիմա ինչ որ է, եթե քեզ կգանք ասեն միացի մեզ եւ դու կստանաս Գերմանիայի համայնքը քո տնօրինության տակ, չհամարձակվես։ Ասեմ ինչի։ Որովհետեւ այն ինֆորմացիան, որ տիրապետում է ԱԱՑ-ն, որ քո դուրը թակի դրա համար, այդ նույն ինֆորմացիան տիրապետում ենք նաեւ մենք։ Ես։ Այն սերոնից դրած։ Բայց ուղղակի մեղքս է զգալի։ Այսինքն դրած։ Ես ասել եմ, չէ, դուք փախնելու տեղ չունեք։ Այդ չեմ ասում, եթե երաժիշտ ու բան եք, քահանա եք։ Այդտեղ ինֆորմացիան գալիս է կայծակի, ինտերնետի արագությամբ է գալիս։ Ինտերնետի արագությամբ է գալիս։ Չհամարձակվես։ Ուղղակի քեզ բարև տվող չի լինի։ Դու ոչ միայն չես կարող ծառայություն մատուցես, ոչ միայն շպրտեն քեզ այդ տարածքից, բարև տվող չի լինի, աշխարհի որ ծայրում ուզում ես լինես։ Եթե այդ հանգամանքով քեզ սեղմ է, եթե դու ընկրկես, դա կդառնա բոլորի սեփականությունը։ Կիմանան բոլորը։ Այսինքն գոնե այնքան մարդ, ինչքան որ ինձ նայում է։ Եղավ սերով է։ Չնայած այս ինֆորմացիայի ունենալ չունենալուն, ես որպես մարդ կյանքում չէի գա մեկի մոտ, սիրտս բացեի, հոգևոր խորհուրդ լսեի, մեկից որ կարծիք չունի, դեմք չունի, որ նույնիսկ նապաստակ չի, չգիտես ընդեղ ինչ է ներսը նստած։ Հասկանում ես, որ դու դավաճանեցիր հենց նոր։ Դու ուրացար։ Հիշում ես, ասում եմ, մինչև կկվի կանչը 3 անգամ կուրանաս։ 5 անգամ ուրացար, որ դու չգիտեի, դու ռայոն էիր գնացել, բայց հետո պարզվեց դու գիտեք դու մասը քննարկել եք, դա ո՞ց դու կարող ես իմանալ։ Ավելի վատ, որ դու չգիտես, պաստորեն, դու չգիտես ինչ է կատարվում։ Եկեղեցու շուրջ, որը կատարվում է արդեն 6 ամիս ու սկիզբը առել Շվեյցարիայում, կողքդ։ Ու այս քանի օրեր դու այդ Գերմանիայի ավետարանչական եկեղեցի ներկայացուցիչներ քննարկում ես դա։ Ու դա նույնիսկ եպիսկոպոսած ժողով եք ունեցել։ Ինչ է քննարկում բա։ Եղանակը, դոլարի կուրսը, Տրամփի քաղաքականությունը։ Ես մնացածը չեմ ուզում ձեզ հիմա ցույց տամ, դուք կարող եք նայել։ Ես ընդհանրապես ասում եմ, ում մենք տեսնում ցավոք հոգևորականի շորերով։ Ես ինչ եմ ասում ցավոք, որովհետև ես այլ ձև կուզենայի լինեի մեր հոգևորականները։ Անկեղծ եմ ասում։ Ես հիմա ավել չեմ ուզում սեղմեմ, որտեղ որ սեղմեմ բան չի մնա։ Ու ես եթե սեղմեմ մեծագույն ծառայություն կլինի դա բիժվածքին, ես դա չեմ ուզում, որովհետև երեք շատ պատկառելի, շատ պատկառելի, էլ հոգևորական զանգել էր, ասում են, եթե ես հանգարց խոսամ, իսկ ինձ ամեն օր խնդրում են, որ խոսամ, քարակալին չի մնա։ Ես կխոսայի դա 10 տարի առաջ դրա մասին, բայց այսօր հասկանում եմ, որ հարցը գարեգինը չի, ես որ խոսեմ, եկեղեցուն եմ վնասել, այ հիմա ես դրա համար եմ, բայց դու իմացի, սերով բե, իսան չես, և դու չես կարող, իմ հոգևորականը դու չես կարող լինել,
Եվ կարծում եմ ցանկացած իրեն հարգող մարդու հոգևորականը դու չես կարող լինել, որը նույնիսկ ունակ չի ճիշտ խոսալու։ Այսինքն նա այնքան կամք չունի, այնքան չի հավատում իր Աստծուն, որ ճիշտ խոսա։ Մեղք է գործում։ Ուրանում է։ Ուրանում։ Ես ուրիշ ինչ ասեմ։ Ինչ ասեմ, ես շատ եմ ցավում միս կողմից էլ այս սրտիս նվոցը, որ չի դադարում այս քանի ամիսը, ինձ ասում է մի բան, հիշացնում է չինական առածը, ասում է, եթե միտեղ կա ճգնաժամ, հələ նույն հիերոգլիֆը, այդ ճգնաժամի, հա, այդ չինարեն ճգնաժամի, երկու իմաստ ունի։ Դա նշանակում է նաև հնարավորություն։ Հիմա այս ճգնաժամը, որ մենք հիմա ունենք, մեր հոգևոր մասի հետ, քաղաքական մասի հետ, մեր կյանքի, սա պետք է նոր հնարավորության դռներ բացի, նոր եզրակացությունների մեզ բերի։ Մեր աչքերը շատ բացվեց, ովքեր են մեզ շրջապատում, ովքեր են այս հոգևորականները, այս այլասերվածները, ովքեր են, որ կողմ նայում ես կամ գեյա, կամ այլասերված, կամ զավակ ունի, բայց զավակ ունեցողին է մեղադրում, կամ սեփական քահանային է բռնաբարում, հետո է մեղադրում, քահանայի կնոջը։ Մի խոսքով, այլանդակությունը ծայրից ծայր։ Բայց ինչ անել։ Ինչ անել։ Հրաժարվել։ Չէ, երևի։ Ուրիշ բան է պետք անել։ Ես վստահ եմ, որ մենք ունենք հարգանքի արժանի հոգևորականներ, երևի որոնց պետք է բերել նշանակել սրանց տեղը։ Դա իհարկե իմ գործը չի, բայց ես այդտեղ եմ տեսնում հարցի լուծումը։ Ես այս հնարավորություն ասացի մեջ, այսօր մեր հետևորդներից մեկը ինձ հետաքրքիր միտք տվեց, միտք, ասում եմ, որ այն պատվիրանները, որ մենք ապրում ենք, Աբրահամի պատվիրանները, չէ, Աբրահամի չէ, մոռացա, դրանց հրեա ինչ-որ է, Մովսեսի, դրանք ուր էին, երբ որ մենք ունեինք մեր պատվիրանները, իսկակաց միանգամից մտածեցի, իհարկե, որովհետև Մովսեսի պատվիրանները դրանք, Մովսեսինը չի, որ շատ ժողովրդի, շատ մշակույթների մեջ կա այդ պատվիրանները, ուղղակի ամեն մշակույթ իր ներսում առաջացած խնդիրների, ըստ այդ խնդիրների է ձևակերպել այդ պատվիրանները, հա, այսինքն մի շնացիր, դա հայկական պատվիրան չի, հայկական հասարակությունում այդ խնդիրը չի եղել, հեսա մենք կնայենք հայոց պատվիրաններին, հասնում մենք ունենք 9 պատվիրաններ, հա, ես ձեզ հիմա ներկայացնեմ, և ես որ փնտրում էի Հայկ Նահապետի 9 պատվիրանները, ես գտա ես, մենակ սա չէ, բայց սա եմ ուզում, որտեղ ամենահամառոտն է սա, հա, մի հատ լսենք Հայկ Կիրակոսյանին։ Արարչագրում հիշատակվում են Հայկ Նահապետի 9 պատվիրանները։ Արարչագիրը Սասունցի Դավիթն է, էպոսը։ Մենք որ էպոս ունեինք, իրանք իրաց Թալմուդը չունեին էլ։ Թեև, բայց միևնույն ժամանակ խիստ կարևոր։ Առաջինն ասում է, ով քնած է, արթուն կացեք։ Երկրորդը, մորիցս մեկ եմ ծնվել, մեկ զարկ եմ տալիս։ Երրորդը, երբեք մի անցիր թշնամու թրի տակով։ Չորրորդը, ոգեկոչիր նախրիներիդ։ Հինգը, փորձվիր ոսկով եւ կրակով։ 6-ը, եղիր մեծ հոգով եւ մանուկ ոգով։ 7-ը, լոր մի որսա, հաղթիր թշնամուդ։ 8-ը, սանձիր հոգիդ, ոգիդ ու մարմինդ։ 9-ը, վերևն Աստված, ներքևը դու։ Մտածեք, որն եք պահում այս պատվիրաններից։ Ես արագ անցա այս ամեն ինչի վրայով, շնորհակալ եմ Հայկին, կարգին գործարը, ես համասին տեղը չէի, աստորեն։ Ես այդ ճգնաժամը բերեց, այս ընդհանուր ճգնաժամը ինձ բերեց այստեղ։ Ինձ երեկվայում հաղորդումից հետո մեր ընկերը ուղղակի նկատելով պրոգրեսը, այսինքն պրոցեսը առաջարկեց, որ ես սան ծանոթանամ։ Մենք բոլորս ենք ելվի ծանոթ չեմ մեր Սասունցի Դավթի պոեմին, եթե ոչ ամբողջությամբ, գոնե ասենք մեծ կտորներով։ Ես էլ երբեմն բերում եմ հա տեղից ցիտատներ, բայց երբևէ այս կանոնակարգված, համակարգված, ինչպես հիմա Հայկ արեց, ես երբևէ չեմ անդրադարձել։
Ու եթե նկատեցիք, այս խնդիրները շատ զուտ հայկական խնդիրներ էին։ Ես այս հաթաթ եմ անցնելու սրա վրայով։ Հաթաթ։ Իսկ այն ինչ որ Մովսեսի պատվիրանների մեջ է, դա իրենց մի գողացիր, որտեղ իրանք իրարից գողացել են, մի շնացիր, որտեղ իրանք իրարից շնացել են, հա, մի սպանիր, որոնք իրանք իրար սպանել են, բայց մի սպանիր հրեայի, ուրիշին կարող է սպանել, այդքան տեղը չի ասում։ Իրանք իրար Թալմուդում գրած է, մի սպանիր հրեայի, բայց հրեայից դուրս գոյերին դու պարտավոր ես սպանել, հա։ Եվ այլն, այսինքն իրենք իրանց միջավայրի համար են այս իրենց համայնքի համար են ասել։ Մեր պատվիրանները, հիմա դուք լսեք, մի հատ լսենք, որ հասկանանք մեզ ինչի համար է սա պատվիրված։ Ու հասկանանք մենք ինչ սոցիում ենք ունեցել, ինչ խնդիրներ ենք ունեցել, որ ինչա մեզ պատվիրել, ինչա մեզ պատվիրվել։ Ամեն շեն ասեմ շնացիր։ Մենք շնացող չենք եղել։ Արարչագրում հիշատակվում են Հայկ Նահապետի 9 պատվիրանները, թեթև, բայց միևնույն ժամանակ խիստ կարևոր։ Առաջինն ասում է, ով քնած է արթուն կացեք։ Ով քնած է արթուն կացեք։ Այսօրվա ժամանակակից փիլիսոփայության մեջ նույնիսկ դա կա։ Արթուն ապրելու, ոչ թե ավտոպիլոտ կներեք իներցիայի մեջ, հա, ասենց արթուն ապրելու այսօրվա նույնիսկ այսօր կա հասարակության մեջ։ Արթուն, այն որ ասում են ժողովուրդը քնած է, այս ժողովուրդը քնած է, խնդիրը մենք ունեցել ենք Հայկ Նահապետի ժամանակել։ Ասեն արթուն կացեք, սա ասում է բանը, Սասունցի Դավիթը, երբ որ գնում է պատերազմի, չէ՞։ Բայց արթուն լինելը դա մենակ այդ բայի համար չի։ Արթուն պետք է միշտ լինել, միշտ ներկա լինել սեփական եւ հասարակական կյանքում։ Ոնց եմ ասում, այսօրվա ժամանակակից հոգեբանության մեջ, փիլիսոփայության մեջ ասում ես здесь и сейчас, հա, here and now, որ արթուն, դու հասկանաս, ռեալ, ապրես, բաց լինես, զգաս ինչա կատարվում, էլի, չքնես, չմտնես քո կաղապարի մեջ, առ այսօր կա համաշխարհային բանի մեջ, պրակտիկայի մեջ։ Որը հայերը, որի մասին խոսացել են դեռ Հայկ Նահապետից, երկրորդը գնանք։ Երկրորդը մորիցս մեկ եմ ծնվել, մեկ զարկ եմ տալիս։ Այսինքն մեկ եմ ծնվել, մի անգամ եմ խփելու։ Այսինքն մի անգամ է պետք, մի անգամ, այսինքն որպեսզի դու անընդհատ չտապալվես, լավ պատրաստվիր այդ զարկիդ, լավ պատրաստվիր։ Այսինքն դու անընդհատ պետք է կատարելագործվես այդ մի զարկիդ համար, որտեղ կարող երկրորդը չունենաս։ Ինչի մի հատ, որովհետև դա պիտի լինի վճռականը, որովհետև կարող դու երկրորդը չունենաս ուղղակի այդ հնարավորությունը։ Ապստամբում են մի անգամ ու լավ են պատրաստում այդ ապստամբությունը, խփում են մի անգամ ու լավ են խփում, որովհետև երկրորդի հնարավորությունը կարող է քեզ էլ ասված չտա։ Այսինքն մեր խնդիրը սոցիումի այդտեղ է եղել։ Եվ հիշեցի, գիտեք ինչ, կներեք, շեղվեմ, այս ճիվաղը միշտ հեգնում էր փողոցում կռվողներին, ապստամբողներին, ցույցեր անողներին, ասում էր. ես մի անգամ եմ ժողովրդին հանելու դուրս։ Դեռ վաղուց։ Բայց եթե հանեցի, հետո լինելու հեղափոխություն։ Դե ես մա հարց եմ տալի քեզ, այն ժամանակ ով էր Փաշինյան Նիկոլին ճանաչում, բայց ինքը ասում էր, մի անգամ եմ անելու։ Այսինքն հենց հետո է պետք է ամեն ինչ կազմակերպած լինել, բոլոր դերասանները իրենց տեղում լինեին, որ Նիկոլը 10 հոգու հաներ փողոց ու իրան հեղափոխություն լիներ։ Ես կներեք, ուղղակի շեղվեցի։ Երրորդը երբեք մի անցիր թշնամու թրի տակով։ Մի անցիր թշնամու թրի տակով։ Ամենակարևոր բանը, այսօր ինչ մեզ պարտադրում են անել, այն ինչ որ չկարողացան պարտադրել Սասունցի Դավիթին։ Այն ինչ որ հիմա կոչում է խաղաղություն։ Մեզ այդ հիմար փաթեթավորումներով ուզում են տանեն թրի տակով անցկացնել, միշտ Հայկից սկսած, Սասունցի Դավիթով սկսած, պատվիրել են երբեք չանցնես թշնամու թրի տակով։ Չորրորդը ոգեկոչիր նախնիներիդ։ Ոգեկոչիր նախնիներիդ։ Մի շնայի, օրինակ վերցրա, մի մոռացի, մի ուրացի, հիշի, նախնիներդ քեզ երկիր են թողել, խաչ պատերազմի են թողել, թուրքեցակի են թողել, քուրքիկ ջալալի են թողել,
եկեղեցի են թող, ինչ որ թողել են։ Մի ուրացի նախնիներ, որ ապագա ունենաս։ Որտեղ ով չունի անցյալ, ով ուրանում է իր անցյալ, ապագա էլ չունի։ Դուք զգում եք հայկական պատվիրանները։ Իրոք, սա լրիվ հայկական է, մեր հակով է, մեր վրով է, մեր սոցիումի համար է դա։ 5-ը փորձվիր ոսկով եւ կրակով։ Փորձվիր ոսկով եւ կրակով։ Փորձվիր։ Մի գայթակղվիր, հաղթահարի դրան։ Փորձվիր ոսկով եւ կրակով։ Վախդ եւ գայթակղությունդ։ Փորձվի, մի վախեցի։ Այս բանը գաղափարը իմջալոս բուդդիզմի մեջ էլ կա։ Հա, որ ինչ է նշանակում այդ փորձվելը։ Ասում եմ, կյանքում ամեն ինչ փորձություն է, գայթակղություններ է, եւ դու պետք է հաղթահարես այդ գայթակղություններին կատարելության հասնելու համար։ Այսինքն ամեն մշակույթ իր ձևն է տվել, իր պատվիրաններն ունի։ Մենք մերն ունենք, բայց փոխանակ մենք մեր պատվիրաններով ապրելով մենք հակառակ պատվիրաններով ենք ապրում։ Մենք, ասենց ասեմ, մենք ապրում ենք մեր պատվիրաններին հակառակ։ Գնանք առաջ։ 6-ը եղիր մեծ հոգով եւ մանուկ ոգով։ Եղիր մեծ հոգով եւ մանուկ ոգով։ Այսինքն քո պատկերացումների պահվածքի մեջ եղիր մեծ, հա, բայց եղիր մանուկի նման պարզ, մաքուր։ Էլի բուդդիզմի պետք է գնամ։ Բուդդիզմի մեջ գիտեք կատարյալ մարդը որն է։ Ճանապարհը վերադարձ դեպի մանկություն, դեպի մաքրություն։ Զուգահեռները սպանում է։ 7-ը լոր մի որսա, հաղթիր թշնամուդ։ Չէ՞ դուք բանի հետևից։ Թշնամուն հաղթել է պետք, ոչ թե լոր որսալ։ Այս ամբողջ խնդրի մեջ մենք լոր ենք որսում, թիթեռնիկ ենք նկարում։ Միշտեր թշնամուն հաղթել է պետք։ Մենք այս ամբողջ խնդիրների մեջ թիթեռնիկ ենք նկարում, լոր ենք որսում։ 8-ը սանձիր հոգիդ, ոգիդ ու մարմինդ։ Հոգիդ ու մարմինդ։ Այսինքն սանձիր բոլոր տեսակի հոգեկան եւ մարմնական գայթակղությունները։ Որովհետեւ այն ինչ որ կարիքից է դուրս գալի տեղից ծառայում է չարին։ Որտեղ այդ բոլոր գայթակղությունները, դա կլինի մարմնին ծառայող գայթակղություններ, ուտելը, մարմինը լավ հագնվելը, մարմնի համար կոմֆորտ ստեղծել, բոլոր գայթակղությունները, բոլոր դավաճանություններն ու հանցագործությունները գալիս է այդ մարմնի բավարարելու հետևանքով, իսկ այդն ասում է սանձիր հոգիդ ու մարմինդ, որ դու լինես անխոցելի։ Բա, այ եթե մեծ մեհերը կարողանար մարմինը սանձեր, մսամ էլի չես ծնվի։ Սանսուցի Դավիթը եթե կարողանար սանձեր իր մարմինը, իր աղջիկը չես ծնվի, որի ձեռքով էլ ինքը սպանվեց։ 9-ը վերևն Աստված, ներքևը դու։ 9 վերև Աստված, ներքև դու։ Դու ես ներքևում, Աստված վերևում է։ Քո հարցերի լուծողը դու ես, Աստված վերևում է։ Եվ դու ես Աստված։ Վերև Աստված, ներքև դու, վերև ինքն է տիրակալը, ներքևում դու այն որ ասում են ստեք սպասենք Աստծուն, Աստված քեզ այս ամեն ինչը տվել է։ Որ դու այդ հարցերի լուծողը լինես, լոր չբռնես, թշնամուդ հաղթես, հոգիդ ոգիդ եւ մարմինդ սանձած պահես։ Սա ասպետական ասկետությունը տեղից է եկել։ Հիմա այս պատկերացնում եմ մի պահ այս ամեն ինչը մուլտիկների ձևով, կինոների, ներկայացումների, ասույթների, ֆիլմերի ձևով sense ներկայացվեր։ Բարբերաբար։ Եվ մենք հասկանանք, որ մենք հայկի զավակներս
պատվիրաններ ունենք, այ եթե պատվիրաններով ապրենք, ես 9 պատվիրաններով մենք անխոցելի կլինենք։ Հասարակություն, որը սանձած ունի հոգին, ոգին եւ մարմինը, որը լոց չի խփում, թշնամուն է հաղթում, որը թշնամու սրիտակով չի անցնում, որը հասկանում է, որ վերևաստված ներքև ինքը։ Եվ ասպես շենք։ Որը փորձվել է իրեն հաղթահարել է ոսկով եւ կրակով։ Իմջալս նույն բանն արեց Սասունցի Դավիթը։ Բայց ձեռը վարվելուց բան եղավ։ Բախեցած ձեռը տարավ բերանը եւ վարեց լեզուն։ Փոքր չէր հասկանում ինչա։ Ամեն դեպքում։ Դուք պատկերացնում եք մեր հասարակության բարոյական նկարագիրը, երբ որ ասում են հələ մի վարքան Մովսեսի պատվիրաններին դեմ չեմ, աղբեր ջան, բայց դա մովսեսականն է։ Թող իրաց մնա դա։ Ես ընդհանրապես դրա այդ խնդիր չունեմ։ Արա մենք ավելի գլոբալ եւ համակարգային պատվիրաններ ունենք, համակարգային։ Մենք վերադառնանք մեր աստվածներին, վերադառնանք մեզ հատուկ մեր վրայով գրված մեզ սոցիումին ու մտածելակերպին ճիշտ նկարագրող պատվիրաններին վերադառնանք մի հատ։ Ու տեսեք ոնց է շուրջներս ամեն ինչ փոխում։ Էլ ոչ մեկ չի կարա մեզ ասի, քո տառապանքի մեջ է քո փրկությունը, որովհետև Հայկն ինձ ասում է, լոր մի խփի արա թշնամուտ հանձնի, հաղթի, ու չանցնես դրա տրիտակով։ Զգացիք երկու կոնցեպցիա գլոբալ տարբերությունը։ Հիմա ես պատկերացնում եմ, ես ցանկացած հայ հետ խոսած, ասես, ինգեր, ուրեմն երկու հատ կոնցեպցիա կա։ Մեկը քեզ պատվիրում է տարապիր ու դրա մեջ կայֆ բռնի, այ որ լավ տարապես երկրինքի աշխարհությունները քոնն է։ Մյուս պատվիրանով քեզ ասում են անիմաստ լոր մի խփի, թշնամուտ է պետք հանձնել, հաղթել։ Դու մտածի թշնամուտ ոնց հաղթես, արա, դու ինչ ես լոր կրակում, լորի հետևից վազվզում։ Այն ինչ որ Դավիթն էր անում, այն որ ասես պարավն ասեց, այ ախմախ, այ ջահել ջան, այ պուճուր ջան, այ գիժ ջան, ինչ ես վազվզում այդ լորի հետևից։ Այս ամբողջ որսասարը քոնն է, որսասարը։ Դու ամեն ինչ ունես ընդեղ, ինչ ես փանդանոթով բան ծիտ խփում։ Եվ այսպես։ Ինչ է կարծում ես առաջարկության դեպքում, եթե մարդիկ ունենային այս հնարավորությունը ընտրության, ինչ էին ընտրելու։ Գիտեք այս հնարավորությունը չի տրվել հայ մարդուն, որ տային հայ մարդը, որ հասկանալ, որ ինքը տրիտակով պետք է չանցնի, զուս պետք է լինի, ասկետ, ասպետ, մեզ հնարավոր կլիներ կառավարելը։ Չէ, իսկ այն տարբերակով հեշտ է էլի, դու արդեն ինքնական տառապում ես, ու քո թուլությունը արդարացնում ես, նրանով որ դու հեզու խոնար ես, որ այդ հեզու խոնարի պարագայում էլ դու հայտնվել ես երկնքում։ Դա համար էլ ասեց եղիր հեզ, բանող եզ։ Այդտեղից ծնվեց այդ խոսքը, բանաստեղծությունը, երգը, Ռոբեն Արֆեստոնը։ Մի խոսքով, Ժողովուրդ ջան, ցանկացած ճգնաժամ իր հետ պիտի բերի կարծիքների, կոնցեպցիաների վերանայում անպայման։ Եթե չլիներ այդ վերանայումը Ճապոնիայում, չլիներ այդ վերանայումը Գերմանիայում, ոչ Ճապոնիա կդառնար, ոչ Գերմանիա։ Մարդիկ ունեցան անհաջող անցյալ, անհաջող փորձ, պարտված կապիտուլացված պատերազմ, վերանայեցին, վերջ։ Հիմա այդ երկրներին ոչ մեկ չի կարողանում հասնել։ Ճապոնիա, որ 100 տարի չզարգանա, պաուզան սեղմի գնա քնելու, մենք 100 տարի հետո էլի Ճապոնիա չենք դառնալու։ Այդ տենց է լինում արդյունքը։ Արդյունքը միշտ լինում է այլ, երբ որ մարդը կարողանում է վերանայել ու այս ճգնաժամերն օգտագործել հենց դրա համար, ոչ թե կոտրվելու համար, ոչ թե հանձնվելու համար։ Հավատացեք, այս ռիթմի մեջ, այս տեմպի մեջ, այսքան որ ես այս ամեն ինչի մեջով անցնում եմ, ձեր հետ միասին։ Բայց ես պիտի խոսամ։ Ես ամեն օր չի որ սիրտ ու էներգիա եմ ունենում խոսալու համար։ Ես կասեմ ավելի, ոչ մի օր չունեմ ես այդ սիրտ ու էներգիան։ Բայց
Այն ենթագիտակցության մակարդակի վրա գիտեմ մի բան, որ այս ճգնաժամը պետք է հաղթահարվի եւ պլյուսով դուրս, հաղթանակած դուրս գալ, որովհետեւ այդ անդեր չինական արտասպասն ասում է, ես էլ տեսել եմ դա ոնց է աշխատում, ճգնաժամն ու հնարավորությունը իր հետ։ Այդ դրամատել այդ ուժը կա գտնվում է։ Իսկ այսօր ինձ թվում է շատերի մոտ դա եղավ արդեն, շատերի մոտ դեռ պետքա լինի այս վերանայումներից հետո։ Ես ոչ մի բան չունեմ, կոչել չեմ ուզում անեմ, հա, փոխեք ձեր կրոնը, դարեք, չգիտեմ, հեթանոս կամ հրաժարվեք քրիստոնեությունից, Աստծո սիրուն։ Սխալ չհասկանաք, բայց դուք վստահ եղեք մի բանի մեջ։ Մենք այն ազգը չենք, որ մեզ բերեն սովորացնեն ոնց ապրել։ Որովհետև ով գա մեզ սովորացնելու է իր փորձի հիման վրա։ Ես դեմ չեմ սովորելու։ Ես սովորելու համար գնացել եմ Ամերիկա, սովորելու համար գնացել եմ Սանկտ Պետերբուրգ։ Հասկանու՞մ եք, ես գիտեմ որտեղ ինչ կարամ սովորեմ։ Բայց ինձ ապրելու բանը ձև պետք չի սովորացնել, որովհետև ես ինքս այդ ամեն ինչը ունեմ։ Ինչի եմ ես վիճակում, որովհետև ես հրաժարվել եմ այդ ամեն ինչից։ Ես մոռացել եմ, ես տեր չեմ կանգնել իմ ունեցածին։ Տեր չեմ կանգնել։ Ու որպեսի այս պատվիրանները նույնիսկ երկերով չգային հասնեին մեզ, այդ թափառա շրջիկ երկիշներին են արգել են նույնիսկ քաղաքի պատերի տակ այս մասին երկեն։ Մի խոսքով։ Ասենք հաջորդին։ Ես որ ասում եմ, այս հարցը լուծում ունի, եւ պետք է ուղղակի գտնել հոգեվորականներ, որոնք այս ֆորմատի մեջ են։ Ես պատահական չեմ ասում, որտեղ մենք այդպիսի հոգեվորականներ ունենք։ Խնդրեմ, Տեր Սերոբ Ազարյան։ Քանի որ ինքը արդեն հրապարակել է, ես կարող եմ այս մասին խոսել։ Եվ այսպես Տեր Սերոբ Ազարյանը նախաձեռնել է երկու նամակ, մեկը Եվրոպական մարդու իրավունքների դատարան, մասնավորապես հայ եկեղեցու դիմաց նկատմամբ կատարվող հանցագործությունների մասին, մանրամասն ցիտած գրած պրոֆեսիոնալ, որովհետև Տեր Սերոբը դրա մասնագետն է նաև։ Եվ մյուսը Լիբանանի վարչապետին եւ արտգործնախարարին, լիբանանահայ Վիգեն Էլչեջյանի մասին, որը այսօր բանտարկված է Բաքվում, որ իրենք պահանջեն իրենց քաղաքացուն արտահանձնել Լիբանան, որովհետև մեր կառավարությունը, մեր պետությունը ոչ մի բան չի անում։ Եվ այսպես ունենք մի հոգեվորական, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ինքնակամ մենակ նախաձեռնել է այս երկու կարևոր գործողությունները։ Ինձ խնդրել է այս մասին չասեմ, քանի ինքը չի հրապարակել, որովհետև երևի ժամանակ էր պետք, եւ այսօր ես սիրով այդ մասին ասում եմ։ Ես հուսով եմ, որ մենք շուտով այդ ամեն ինչի մասին ինչ-որ պատասխաններ կունենանք։ Եվ ճանաչեցիք ով է այն անհաջող վաքսած խոշոր երջերավորը, որ ասում է սխալվել եմ Կճոյանի պարոնով դիմելու համար։ Ինքը սխալվել է, հաստատ։ Բայց քանի որ ինչի ասեց սխալվել եմ, որովհետև Կճոյանը միացավ իրանց, ասեց արեք ձեզ փրկեմ Գարեգինից։ Ու միանգամից իր նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման հարցը փակվեց, կարճվեց գործը, որովհետև միջև ինքը կմիանար այս դավադրությանը, իր դեմ քրեական գործ կան ու ասեմ, գիտեք քանի տարի արդեն։ Գիտեք քանի տարի արդեն, քանի 10 տարուց ավել է։ Եվ Փաշինյան Նիկոլը 7 տարի ինքն էր պահում այս գործի թևի տակ։ Օգտագործեց, սամտավ, գործը կարճում են։ Իսկ ով էր դրանից առաջ, հա, ով էր դրանից առաջ բանը, այս ուզում լսենք, ես հոգնեցի մի քիչ գանի լսենք էլի։ Կոկորտես ցավացես մեր ջուր խմեմ, համել։ Ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում։ Ոչ ոք դա չգիտի։ Ինչ գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում։ Ուրիշ երկիր բողոքի մեր եկեղեցուց։ Ուզում եք ասեք, հեծանվորդը գնացել էր Գերմանիա, նեմեցների դիմաց նստած, ադրբեջանցիների դիմաց նստած, բողոքվում էր իմ մայր եկեղեցուց։ Ասեց, մի հատ կիսվեմ, էլի մերոնց հետ նստած ենք, մի հատ կիսվեմ, բողոքվեմ մորիցս։
որովհետև եկեղեցին մայր է, մայր եկեղեցի։ Ես կարամ այդտեղից ենթադրություն անեմ, որ ինքը վատ մայր է ունեցել, որովհետև եթե լավ մայր ունենար, ինքը կհասկանար մայր եկեղեցու արժեքը եւ չէր գնա նստի նեմեցների եւ նամանավանդ ադրբեջանցու դիմաց ու բողոքվեր մեր մայր եկեղեցուց։ Խիքո ԿՊԱ-ականները թափանցիկ են աշխատում այդքան։ Ով ես դու, որ դու գնացել ես խոս, դու մաքուր ես այդքան գնացել ես քննարկում ես, որ մենք չգիտենք, թե եկեղեցու գումարները որտեղից են գալի, մենք էլ որպես ժողովուրդ չգիտենք, թե քո փողերը, քո կնգա փողերը եւ ԿՊԱ-ականների փողերը որտեղից են գալիս։ Նախարարուհի Տերեկ ասում էր, որ ես դպրոցում լավ եմ սովորել, դրա համար ես կարամ ինձ ցույց տամ ապառիկ տուն առնեմ։ Ուզում ես ասես, որ մեր երկրի բոլոր գերազանցիկները կարան $250,000 տուն առնեն։ Մարդը աշխատում է, ընդ որում կատարում է շատ ծանր աշխատանք։ Այդ մարդը ինքն է իր մասին երրորդ դեմքով է խոսում։ Հայաստանում մեկ էլ Ծառուկյան Գագոն էր իր մասին երրորդ դեմքով խոսում։ Այդ թվում եւ եսի մասին եմ խոսում։ Շատ ծանր աշխատակ եք աշխատում, երկիր եք հանձնում, հետո Մենակ հանձնելը չի, բա ինքը ինչքան ծանր աշխատել է, ինչքան ծանր աշխատել միջև կհասնել այդ պաշտոնին, պետք է ճիշտ հասկանաք։ Այնքանի տարիներ, որ ինքը ծանր աշխատանքը իրականացրել է, ես չգիտեմ, երևի այդ ժամանակ լավ չեն վճարել։ Տնով են արդեն վճարում $250,000, բայց ես չեմ կարծում, որ այդ ժամանակ անտեր են թողել ու չեն պահել իրան։ Բայց ինքը համարում է, որ երկար ու ծանր է աշխատել։ Բայց գիտեք հեշտ է։ Գիտեք հեշտ է, հա, հանրապետականի զավակ լինելը, հետո անցնել այդ Նիկոլյան կաբինետներով, այդ փնթիների տակերով, գալացնել նախարար։ Գիտեք հեշտ է։ Այդ ծանրության տակ մարդիկ այդքան ապրել են տասնյակ տարիներ գերազանցքի նման։ Ասում եք մի հատ $250,000 տուն ունենան։ Եվ վերջը լսենք ով է Կճոյանը։ Ջանուս, Կճոյան ընդդեմ Գերմանիայից անասում է։ Գերմանիայից վազում է միանգամից Մոսկվա։ Ու նկարում է Լյուբենկայի, էսի KGB-ի շենքն է Մոսկվայի։ Այդ ֆոնի վրա։ Բարևներ Արամ Սարգսյաններին, Զավենովնաներին, Շիրիմյաններին, մնացած որփոնտեր եվրոպացիներին իբր էլի չակերտավոր։ Լավ եք։ Իրա սեփական հարազատ շենքի ֆոնի վրա նկարվել է։ Գլխարկներ գլխին բոմժի։ Ի վերջո, ով էր Կճոյանը։ Որ դա երրորդ հանրապետության ամենասկանդալային կառավարությունն էր, ամենասկանդալային վարչապետով։ Այդ կառավարության թույլ տված սկանդալներն այնքան շատ են, որ նույնիսկ հնարավոր չէ դա մեկ ելույթի մեջ տեղավորել, ուստի առավել կարևորները հիշատակելու համար ես Տիգրան Սարգսյանի կառավարության թույլ տված սկանդալների հիթ շքերթ եմ կազմել եւ այժմ կփորձեմ ձեզ ներկայացնել դրանց top 10։ Եվ իհարկե առաջին հորիզոնականում հանրահայտ օֆշորային սկանդալն է, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը Հայաստանի գործարաններին է ներկայացնում մի անհայտ մարդու, իբր Սիերա Լեոնեում ադամանդի հանքեր ունի, մարդկանց համոզում է ներդրումներ կատարել, կառավարության միջնորդությամբ $10 միլիոն է փոխանցվում վարկ օֆշորային գոտի Կիպրոս մի ընկերության, այդ վարկ իր նպատակին չի ծառայում, փոշիանում է եւ հետ կեեմ լրատվամիջոցը պարզում է, որ $10 միլիոն ուրեմն դոլար ստացած ընկերությունը պատկանում է Տիգրան Սարգսյանին, այդ տխրահարչակ գործարար Աշոտ Սուքիասյանին եւ Արարատյան հայրապետական թեմի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Նավասարդ Կճոյանին։ Իսկ այս պատմության ընթացքում մեկ այլ հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը կորցնում է իր ունեցվածքը։ Եվ այս ամենի արդյունքում պարզել մենք պետք է ունենայինք այն ցուցանիշները, որ ունենք։ Արսա։ Անես չի որ Փաշինյան Նիկոլը չգիտեր ով է Կճոյանը։ Անես չի որ Փաշինյան Նիկոլը չգիտես $30 միլիոն քցոցին պլյուս մնացածը անօրինական այս գույքը, որը չեղարկեցին, հա, որ արդեն վերջ։ Եթե դու մեր հետ ես, ուրեմն էլ ինչ ապօրինի գույք, էլ ինչ բան, դու սրբության սրբոց ես։
հավասար կճոյ։ Իսկ Գերմանիայում ոչ ավել ոչ պակաս այս work-pointer-ը ոչ միայն բողոքելը, որ ինքը ծախսերից տեղյակ չի, թե ինքը ինչի պետք է ծախսերից տեղյակ լինել եկեղեցին, ինչ փող առնում, ինչ է ծախսում, որ ընդհանրապես ինքը ոչ հարմուծող կազմակերպություն է, որ ոչ մի բան, ոչ մի ձևով չի առնչվում պետության հետ։ Դրանից բողոքելուց բացի որոշել է, որ Ադրբեջանի ինքը մեծ լավություն է անում, ինքը հրաժարվում է Արցախ տեղափոխողների բանից, խոսույթից, իսկ Ադրբեջանը պետք է հրաժարվի արևմտյան Ադրբեջան խոսույթից։ Հասկացա՞ք։ Ես չգիտեմ, ցավակցեմ սրա կողքիններին, սրա լսողներին, որ ժամանակ մի բան չեն շպրտել վրան այս խոսքի համար, հա։ Ես չգիտեմ ոնց անեմ, բայց քանի որ ես լսում եմ ԱԱՑ-ը եւ սրանք տանում զեկուցում են ամեն ինչը, ուղղակի ձեզ տեղեկացնեմ, որ մենք գիտենք, որ մենք ոչ մի բան չենք մոռացել։ Արևմտյան Ադրբեջանն է իրանց ասած խոսույթը, եթե ուզում եք չեղարկեիք, դուք կարող եք չեղարկել տարբեր ձևերով։ Հա, ու դա հնարավոր չի։ Դուք չեք կարող, դուք այդ լեգիտիմությունը չունեք։ Միջազգային օրենքները դուք չեք կարող տշած ունենաք արցախցիների վերադարձի հարցը նույնացնելով բանել Ալիևի խոսույթին։ Եթե Ալիևը խոսույթ ունի, որ փախստականները ստեղից գնացել, 600,000 փախստական ավել Ադրբեջանից է եկել ստեղ, ուզում եք չեղարկեիք, պահանջեիք այդ մարդկանց կորսած գույքի փոխհատուցումը, եթե դուք ուզում եք իհարկե դա։ Բայց ձեր նպատակը դա չէ, ձեր նպատակը արցախցիների վերադարձի հարցը սրատակ հավերժ փակելն էր։ Ես դրա համար ձեզ նորից հիշեցնում եմ, որ դուք այս պատմական ընթացքում մի հատ ազգանք եք ընդամենը։ Ու հիմար հայտարարություններով ոչ Ալիևը կարա փակի արցախցիների հարցը, ոչ դուք, ու դուք էլ դա գիտեք։ Դրա համար էլ հարձակվել եք Արցախի ներկայացության վրա։ Քննչական կոմիտեն այսօր խուզարկություն է կատարել փրկարար ծառայողների աշխատանքը, փրկարար ծառայողների ներգրավել այս աշխատանքին, որպեսզի ջարդի սեյֆը եւ տեղից դուրս բերի ազատ Արցախ թերթը։ Երևանում Արցախի ներկայացությունում 5 ժամ ընթացող խուզարկության հետքերն է ցույց տալիս փաստաբան Ռոման Երիցյանը, ինչ էին այստեղ կեսօրից փնտրում քննիչները։ Քննչական կոմիտեն առայժմ չի պարզաբանում։ Փաստաբանն էլ շատ փաղագծեր չբացեց, հայտնելով միայն, որ կոտրված չհրկիզված պահարանից դուրս բերված ազատ Արցախ թերթն ու դատարկ թղթապանակները շենքում են թողել, արգրավել են համակարգիչները։ Մնացածը ինչ արգրավել են, ես կարծում եմ դրանք վարույթի համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող։ Քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում էր խուզարկությունը, ըստ փաստաբան Ռոման Երիցյանի նախաձեռնվել է 2025 թվականի հունիսին եւ կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Բայց Երիցյանը ավելի քան վստահ է, սա քաղաքական հետապնդման եւ արշավի շարունակություն է։ Պատահական էր արդյոք, որ երեք հենց այս շենքում լսումներ էին հրավիրել, որի ժամանակ էլ արցախցիները հայտարարեցին. Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրենց իրավունքից հրաժարվել չեն պատրաստվում։ Հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները խորհրդարանական լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն։ Մի խոսքով, երեք արցախցիները հայտարարեցին, որ իրենք չեն հրաժարվում իրենց պահանջներից եւ այսօր Ալիևի ցուցումով Հայաստանի քննչական կոմիտեն, այսինքն կարելի ասել Ալիևի աշխատողները, որոնց վճարվում է հայ ժողովուրդը, մտել են Արցախի ներկայացության շենք ու ջարդում են ինչ-որ բաներ, որ ինչ-որ հրամետել ասում են քննչական գործողություններ իրականացվում։ Գնացեք ձեր տներում քննչական գործողություններ իրականացրեք։ Հələ լինելու է այդ օրը։ Անպայման է լինելու այդ օրը, որ ձեր տներում այդ նույն քննչական գործողությունները իրականացվելու է։ Ընկեր քննիչներ։ Ու պիտի երանի տակ, որ այդ քննչական գործողությունները իրականացնեն հայ քննիչները, որովհետև կարող է հանգարց դրանք լինեն թուրք կամ ադրբեջանցի, դե դուք արդեն հասկանում եք դրա հետևանքները նաև։ Պիտի երանի տակ, Աստված կանչեք, որ այդ քննիչները գոնե լինեն հայ։ Մեզ համար ակնհայտ էր ի սկզբանե,
ամեն ինչը կապված է երեկվա լսումների հետ։ Սա այն մեսիջներն է, որոնք որ մենք ստանում ենք Հայաստանի իշխանություններից, չեմ բացառում, որ հետագայում այդ ամենը շարունակական բնույթ կկրի։ Արցախի պետական ինստիտուտները հանգիստ չեն տալիս Հայաստանի իշխանություններին։ Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ու պետնախարարի պարտականությունները կատարող Նժդեհ Իսկանդարյանը պնդում են այսօրվա խուզարկության հիմքը քաղաքական է։ Գործը սակայն, ինչպես փաստաբան Երիցյանը նշեց, տնտեսական հիմքով է հարուցվել։ Հունիսից մինչև հիմա քրեական վարույթի շրջանակում Երիցյանի տեղեկություններով հարցաքննվել է Արչինբանկ ընկերության տնօրենը։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատարանի որոշումը խոզարկության անձամբ ես չեմ արձանագրում։ Իրանք քրեական գործ են հարուցում Արշինբանկի գործունեության մեջ, հա։ Փողերի լրացում բան ինչ ասես կանդ է, բայց գալիս են հարձակվում են Արցախի ներկայացության շենքի վրա։ Որովհետև երեք իրանք հայտարարել են մի բան, որ դրանից մեկ օր առաջ ինքը փակում էր։ Այսինքն պատկերացնում եք նույն օրը, մեզ նույն օրը փաստորեն Գերմանիայում ինքը փակում է այդ օրը, ասում է արի ես էլ Արցախից չխոսամ, դու էլ Արևմտյան Ադրբեջանի մի խոսա, որովհետև ինձ երկրում ուզում են հոշոտեն։ Նույն օրը Հայաստանում Արցախին ասում է դուք այդտեղ ինչ ուզում եք, դուրս տվեք, ես իմ հետ վերադառնալու նպատակներից չեմ հրաժարվելու։ Ես ասեմ ավելին, տղեկ ջան, դուք ոչ միայն չեք հրաժարվելու, մենք ամեն ինչ անելու ենք իրար հետ, որ սրանք այդ հողի վրա դատվեն նույնիսկ, դատվեն դրանց հրաժարվելու համար։ Հասկանում եք, բոլորի կյանքում են եղել են դեպքեր, որ հարևանա, չգիտեմ, բարեկամա խփել են, սպանել են իր տան անդամին, այսի գնաց է սպանողների հետ պայմանավորվել է, փողը վերցել է, որ բողոք չգրի։ Դիակա ծախում է։ Առաջ արյան դեմ արյունով էին վճարում, արյան դեմ արյունով։ Սրանք արյուն են ծախում, քեշ փողով արյուն են ծախում։ Եվ չեմ հասկանում առհասարակ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը, ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրի հետ։ Ով է իրավաբանական անձը, փաստաբանը հրաժարվեց նշել, սակայն խոսքում ակնարկեց, դատարանը իր որոշման հիմքում դրել է կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Փաստաբանը հրաժարվեց մանրամասնել, ինչ ցուցմունքի մասին է խոսքը, ակնարկեց միայն, որ այսօրվա խուզարկությունը կարող է օգտագործվել այլ նպատակով։ Ոչ միայն հնարավոր է նոր վարույթներ տեսնենք, այլ նաև հնարավոր է, որ սրանք ներկայացնեն որպես ճակերտավոր իրավական գործողություններ, որոնք իրականացում են այլ քաղաքական հետապնդումների համատեղ։ Գեորգ ջան, միամիտ եղեք, իրանց նաև այդ շենքն է պետք։ Այդ շենքը, որ դուք հավաքվելու տեղ չունենաք, այդ շենքը վերցնեն մի հատ հյուրանոցի տակ ծախեն, հա, որ Ալիևը չբողոքի, չզանգի վրեն գոռասի, այ անառակի զավակ։ Էս Ղարաբաղցիք էս ինչ են ասում։ Քեզ փողը տվել եմ, այ շուտզակ, որ Ղարաբաղցիք հələ հետ գալու բան ունենան, պահանջ ունենան, քեզ փողը տվել եմ, որ այդ թեման փակվի, ընդ որում Ալիևը ում ինչքան պետք է եղել, այնքան էլ տվել է, ոչ մեկի չի գցել։ Բացարձակապես այդ տղեն այս խաղում մաքուր է, այս հանցագործ խաղում ինքը սաղի վճարել է։ Հիմա որպես փողը տված, զանգում ասում է, այ պրոստիտուտկա, փողը տվել եմ, չէ՞։ Բայց ինչ պահանջներ է։ Իրավունք ունի։ Դե հիմա ով փողը վերցել է, դրանք պետքա պատասխան տան։ Բայց Ղարաբաղցին, Արցախցին, դրա հետ ինչ կապ ունի։ Թողա Նիկոլից էլ ուզի իր փողերը։ Որ քաղաքական հետապնդումների համար դուք այսօր Սամվել Կարապետյանի անունն եք նշել։ Արդյոք այդ դրա մասին է։ Այս պայդրությամբ ես կրկնում եմ, գրավոր զգուշացվել եմ նախաքննական ինձ հայտնի դարձած տվյալները չհրապարակելու մասին։ Արդեն այդ բովանդակությամբ հայտարարությունները ես կատարել եմ։ Ինչ վարույթի շրջանակներում, ինչ փաստական տվյալների հիմքն 21 եւ երկրորդ երեկվա խորհրդարանական լսումների ընթացքում հուսաբանված այդ տեղեկությունները կամ հայտարարությունները, որոնք կատարվել են մեր ներկայացուցիչների կողմից,
ավելի քան ակնհայտ է, որ դուրեկան չէին Հայաստանի Հանրապետությունում ներկայումս իշխանություն զբաղեցնող Ուզարկության նախորդ օրը, երբ Լեռնային Ղարաբաղի ներկայացությունում բարձրացնում էին վերադարձի հարցը, Գերմանիայում վարչապետ Փաշինյանը վտանգավոր թեմա անվանեց սա։ Ավելին, Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Ընդդիմ պատգամավոր Տիգրան Ուղղակի չի ասել ում համար է վտանգավոր։ Շատ վտանգավոր թեմա է դա։ Բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, ինչքան վտանգավոր է։ Բայց ում համար է վտանգավոր։ Փաշինյան Նիկոլի, որովհետև որ այդ թեման չբարձրանա, ինքը դրա փողերը վերցրել է եւ պետք է բոլորի բերանը փակած լիներ։ Եվ շատ բաներ, շատ մարդկանց բերան փակված է, շատ մարդիկ որ ի պաշտոնե պետք է խոսային, երբ այդ գործողություններն անեին, դրանք չէին անում, բայց հասարակ արցախցին ինչ կապ ունի դրա հետ։ Ոնց վերցրել եք, տենց էլ այդ հարցերը լուծեք։ Այո, վտանգավոր է ձեր կյանքի եւ առողջության համար։ Ձեզ վերջը Ալիևն է սատկացնելու գործը պրավալ տալու համար։ Իսկ մենք ամեն ինչ կանենք, որ այդ օրը շուտ կա։ Հիմա պես միջվածքի մեջ ասենք։ Ամենայն հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Բալթյան երկրների թեմի առաջնորդը Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա վեհապարին սրբապղծության հովանավոր համարած միաբաններից է։ Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհապար հայրապետի հանդիպումն է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ եւ քննարկելու վեհապար տիրոջ հանգստի կոչվելու պայմանները տարբեր հարցեր։ Չէ, մի հատ ուրիշ տարբերակ էլ կա։ Միրզախանյան։ Դու հələ պետքա դատվես, դու դեռ հələ պետքա դատվես վրացական դատարանով Վրաստանի կառավարությունից $940,000 վերցնելու եւ մսխելու համար։ Տեսո, չեմ ասում քահանայիդ կնոջը բռնաբարելու համար, ոչ չեմ ասում զավակ ունենալու համար, ոչ չեմ ասում նրա համար որ պիղծ ես։ Չէ, դու հələ պետք է դատվես Վրաստանի օրենքներով, Վրաստանի կառավարության կողմից 1.5 միլիոն լարի տված այդ գրանտը յուրացնելու համար։ Անպայման։ Մեկ տարբերակները կգտնեք։ Իսկ ինչ վերաբերում է որ պետք է Նիկոլի հետ կաթողիկոսը հանդիպի, կաթողիկոսի ինչին է պետք։ Կամ ով է ները, որ կաթողիկոսի հետ հանդիպի։ Հայաստանում քաղաքական բևեռացումը բացասաբար է անդրադառնում երկրի իմիջի վրա։ Սա ասում է Եվրոպական միությունում, Եվրոպական միության խորհրդարանում պատգամավոր։ Այո, բացասական ազդում։ Երեք վերջի մեկ շաբաթվա մեջ եւ արդեն 4-րդ հոդվածն եմ նման բովանդակության կարդում։ Իսկ որպեսզի ես նման հոդվածները շատ լինեն, որոնք շատ կարևոր են սրան սանձելու համար, հա, պետք է տեղի համայնքները չսպասեն, որ իրենց եկեղեցիները ուղղորդեն, որովհետև եթե երեկվա, երեք չառաջելվա Գերմանիայում հավաքի ժամանակ մարդիկ չսպասեին, որ եկեղեցին դրանց ուղղորդի, կազմակերպի, այլ ինքնուրույն գնայի Փաշինյան Նիկոլին չակերտավոր դիմավորելու, այս արձագանքներն ավելի շատ կլինեն։ Հարգելի հայեր, համայնքի անդամներ, աշխարհով մեկ, ինչպես Գերմանիայի համայնքի հոգևոր առաջնորդի օրինակով տեսակ, իրանք ռայոն են գնում, իրանք տեղյակ չեն, իրանք կարծիք չունեն, իրանք նստած սպասում են, որ կողմը կհաղթի, այն կողմն են, ուրեմն իրանք հարազատ մարդն է։ Դավաճան ավելի կեղտոտ դիրքորոշում հնարավոր չի պատկերացնել հոգևոր մարդու համար, չէ՞։ Հիմա խորհուրդս ինչն է, ողջորս, մի սպասեք, դուք նախաձեռնեք, որպեսզի նման հոդվածներ, նման հայտարարություններ շատ լինեն, բոլոր այն կազմակերպությունները, որոնք կան գործում են Սփյուռքում, պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Եվ ավանդական կուսակցությունները, ավանդական միությունները, հայկական համայնքները պետք է լավ աշխատեն այս մարդկանց հետ։ Պետք է իրոք այս ներածին կեցվածքը ցույց տա։ Ցույց տա, որ ասել են ջան, դու քո
օրեկան խնդիրներով զբաղված ես, տեղյակ չես ինչա կատարվում Հայաստանում։ Բայց սա է կատարվում Հայաստանում, սա Հայաստանի Հանրապետության վարչապետը համացեղասպան է։ Համացեղասպան։ Իրա ձեռով ոչ միայն իրականացել է էթնիկ զտումը, ինք հիմա նույնիսկ այդ հարցի մասին խոսալ համարում է վտանգավոր։ Պետք է ասում եք, իրան ցեղասպանել են, ինքն ասում է այդ մասին չխոսանք։ Այսինքն դու այդ մասին որ չես խոսում, դա չի նշանակում, որ հանցագործություն չի եղել։ Այնպես որ, եթե ուզում ենք այս կարգի բաներ շատ լսենք, իսես հայկական համայնքների, հայկական անհատների հզորությունը գիտեմ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում անհատական կապերի վրա սա կարելի անել, նույնիսկ արեկանենք էլի, մեր տեղը ոչ մեկ չի անել, բայց նեղ խոսք։ Ամեն օր բարեկային ծառայության մեկ մեքենա է վթարվում, պատկերացնում եք, ինչքան չոբան կներեք կա սարերից, բանը Հայաստանում չոբան չի մնացել, իջացել են ներքև ու դարձրել են պարեկ, որ նայում ես դեմքերից զգում ես ընդեղ լրիվ բանա, տափաստանա, անապատ, չկա, հայացք չկա, գիտակցություն չկա, գիտելիք չկա, ավտոները տվել են, ասել են դու արդեն պարեկ ես, օրեկան մեկ մեքենա են ջարդում, մեքենաներ թանկարժեք մեքենաներ են, ամեն չորրորդ վթարի մեղավորն էլ պարեկն է, հասկանում եք, պատկերացնում եք վթարի մեղավորը պարեկն է, ինքը կոչված է վթարները կանխելու, ինքը մեղավորն է, բա ինչ պետք է լիներ, Նիկոլի Հայաստանում ուրիշ տարբերակ չէր կարող լինել, Այդ ես մի հատ ցուցակ էի, չէ, հրապարակել այդ դատարկված գյուղերի։ Երբ որ ասում եք Նիկոլի Հայաստանում, այսօր ունենք 29 դատարկված գյուղ։ Երբ որ ասում եք սա իհարկե մեկ օրվա մեջ չէր կարող լինել, բայց սա 7 տարվա կառավարության արդյունքն է։ Գյուղերը սկսել են դատարկվել վաղուց։ Հենց 30 տարի։ Բայց դու 7 տարի կառավարության մեջ ես ու քո գյուղերը 30 գյուղ ունես դատարկ։ Սա կառավարման բացակայության արդյունքն է։ Եվ նույն բանը ստեղ է պարեկների մոտ, որ պարեկները արդեն ոչ միայն իրենք կարգ չեն պաշտպանում, իրանք են հանցագործությունների փաստորեն դառնում մեղավոր։ Այսինքն ոչ միայն իրենք փչացնում են պետական գույքը, հələ պետությունն էլ էս անասունների վնասները պետք է հատուցի, անասունների պատճառած վնասները։ Իսկ այս կենդանիներին պարեկ են սարքել մեզ ճակերտավոր կարգի հրավերելու համար։ Մատ էս եմ ուզում լսեք վայելեք էլի սրանց։ Ասում եք չեմ գնացել բուխ, բայց անընդհատ սովորել եմ եւ հոգատարություն ու սեր է թաքնված իմ այս փոքրիկ կենսագրության հետևում։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի կենսագրության հետևում էլ է սեր թաքնված, որովհետեւ ինքն էլ դիպլոմ չունի։ Բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ես կարծում եմ, որ բոլոր ոչ միայն մասնագիտությունների հետևում, այլ բոլոր հոգեվիճակների հետևում, բոլոր գաղափարների հետևում պետք է թաքնված լինի սերը։ Պետք է թաքնված լինի սերը։ Դու կնստեք մի օթանավ, որի օթաչուն իր մասնագիտության հետև ունի մենակ սեր, չունի կրթություն։ Հիմա մենք մեր ամբողջ երկիրը տվել ենք մարդկանց, որ ասում մենք ձեզ սիրում ենք, մենք ես դրա համար ձեզ տանում ենք կառապնարան, կոտորելու, երկիրն ենք դատարկում, գյուղերն են դատարկ, մեր պարեկներն են ամեն 4-րդ վթարի պատճառ, օրեկան մի մեքենա է վթարի ենթարկվում պարեկի։ Գիտեք ինչի՞ց է։ Որովհետև մասնագիտություն որակավորում սաղքսածակտուր, իրանց այդ դատարկությունը հիմնավորում է, որ ճիշտ է, իրանք դատարկ ու տխմար են, բայց իրանք ձեզ սիրում են։ Իսկ լրագրողը սարկասում է ուղղակի։ Ես ուղղակի այս տխմ բանի հետ հյուրի վրա եմ զարմանում, որ ռիսկ արել էս աղջկա մոտ գնա հյուր։ Ու ինքը լավ ծիծաղում ավել են, բայց այնքան դեբիլ է դիմացինը կներեք, որ չի հասկանում, որ ինքը ուղղակի հիմա ծաղրանքի առարկա է։ Չէ, եւ ես շատ ուրախ եմ, որ ես այդ սերը տածում եմ եւ բաժանում եմ, կարելի ասել, բոլորին։ Եվ այո, ես կարծում եմ, որ Նիկոլ Բաժաները բոլորին է սերը, դրանով էլ հասել է այդ բանը պաշտոնին։ Ու ինքը գիտի կառավարման ձևը դա է։
Փաշինյանի գործունեության ետևում էլ է թաքնված չէ, ակնհայտ սերը, որովհետև ես շատ վաղուց եմ ճանաչում եմ, ես հիմնադիր կուսակցական եմ եղել, ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին վաղուց եւ ես նրա գործունեության մեջ դեռ ընդդիմադիր ժամանակներից, այո, սեր եւ հոգատարություն եմ տեսել եւ դրա ժողովրդի երկրի եւ շնորհաբարո դուրս պրծուկներ ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանենք, ասֆալտին կծեփենք, ասֆալտին կփռենք, պատերին Բայց սիրուն ջան, դա սիրելով է ասում։ Դե ամեն մարդ յուրովի է սիրում։ Հիմա կա սեր, կա սադոմազոխիստական սեր, կա ի վերջո կաթի սեր։ Հիմա իրան էլ սադոմազոխիստական է։ Դա էլ է չէ սեր։ Կծեփենք, այդտեղ սերը ո՞րն է։ Եվ հիմա կասեմ այդտեղ սերը ո՞րն է։ Եվ դրա համար եմ միացել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այո։ Եվ ինչ վերաբերվում է, այո, ձեր ասածներին, ում է ասում, ընդդիմադիր մեր գործիչներին է ասում, ովքեր որ առիթը բաց չեն թողնում վիրավորել, չարախոսել, ամենավատ բաները ասել, Ինքը դրանց է ասում։ Տգետ ուղղակի չգիտի ինքը շնաբարով դուրս պրծուկներն ովքեր էին, չգիտի։ Ինքը չգիտի։ Կաղկանձող դատախազներն ու դատավորները, չգիտի ինքը։ Սա դատավորները ընդդիմադիր են, ուրեմն ընդդիմադիրներին կարելի է նման բան ասել։ Բա գիտեք, իրանք էլ իրան են այդպես բան ասում։ Այո, սա է։ Սա է այսօրվա կառավարության վիճակը, մենք անդադ ուզում ենք կատակի տանք հումորի տանք, բայց հումոր չէ, սա արդեն բան է։ Զառանցանքի է վերածվել այս ամեն ինչը։ Մեզ ստիպում են ճիշտ եզրակացություններ անել։ Ու նա տեսել նայեք հələ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Տաշիր բարեգործական հիմնադրամին քննադատել է մարզի երեխաներին Երևան կրկես տանելու համար։ Նա հեգնել է, որ բանտարկյալ Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունը նախընտրական շրջանում է հիշել երեխաներին։ Մարզպետը խորհրդակցության ժամանակ իր ենթականերից պահանջել է ներկայացնել երեխաներին ցուցակագրողների տվյալները։ Նախընտրական շրջանը բոլորին պարզ է ու ընտրությունները հունիսին է։ Ու ես ասա մարզպետ է, ու յանել նեղացնում է, որ երեխեքին տանում են կրկես, ասեք ոնց որ ինքն եմ տանում կրկես, ձեռից խլել են, ուրիշը պետք է տանի։ Դե դուք տանեիք։ Նախընտրական շրջանը դուք տանեիք երեխեքին կրկես։ Բոլորը հիշել են, որ այս մարզում երեխեք կան։ Բոլորը հիշել են, որ այս բայց իր պատասխանը լավ տալիս են, էլի։ Եթե որևէ ցուցակագրման դեպք իմանաք, այդ մարդկանց ցուցակագրեք ու տվեք ինձ հաթաթ, որովհետև 20 տարի ժամանակ ունեին այդ երեխեքին ցուցակագրելու մանկապարտեզ դպրոցները սարքելու, այդ դպրոցները տներ դառան, մենք հիշել են 6 ամիս առաջ, որ պետք է այդ երեխեքին կրկես տանեն։ Բա դուք 7 տարի ունեիք այդ գյուղերը բնակեցնելու։ Այդ նույն երեխեքին կրկես տանելու։ Նույն երեխեքի համար այս պայմանները ստեղծեին, որ երեխեքը կարող ունեն նորմալ կրթություն ունենային, բայց մի բան որ դուք անում եք, դա դպրոց փակելն է ու գյուղ դատարկելն է։ Անվճար։ Մարզպետ Արեն Մկրտչյանը խորհրդակցությունից առանձնացրել էր հենց այս հատվածն ու տեղադրել իր Facebook-յան էջում։ Դրանից հետո հայտնի չեղավ, արդյոք իր ենթականները ցուցակագրողների անունները ներկայացրին թե ոչ։ Մարզպետին գրավոր հարցրել էինք, ինչ խնդիր է տեսել, որ կրկեսի սեփականատիրոջ Տաշիր բարեգործական հիմնադրամը ցուցակագրում է երեխաներին, որ նորաբաց կրկես տանի անվճար։ Մարզպետը պատասխանել է, թե մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացվում են միայն այնպիսի ծրագրեր եւ միջոցառումներ, որոնք երաշխավորված են կրթության նախարարության կողմից։ Հարցրել է հազարավոր հայ երիտասարդներ Փոխարենը մեր ձևով շարժման ակտիվիստ Ալիկ Ալեքսանյանն է արձագանքել մարզի ղեկավարին։ Նա էլ հեգնանքի ոճով հիշեցրել է, որ մարզպետ Մկրտչյանի մայրը Ալավերդիում մանկապարտեզի տնօրեն է, ու որ դեռ տարիներ առաջ Տաշիր գրուպը բազմաթիվ բարեգործություններ է արել նաև նրա ղեկավարած մանկապարտեզի սաներին։ Ես որ ասում սրանց որի կաշին քերում է ստական հանրապետական անստաց։ Սա արտարադատության նախարարը, Լոռի մարզպետը, երկուսի ծնողներն է, մեկը մանկապարտեզի վարիչը, մեկը դպրոցի վարիչը, տնօրեն միջևում է, հանրապետականների վախտից սկսած։ Ու հիմա իրան հիշացնում են, ասում են լակոտ, բալիկ ջան, տխմարիկ ջան։ Այդ ժամանակ էլ դու էիր այդ տոմսերից օգտվում։
քո մայրիկները տոնից օգտվում։ Կարող ես հիշողությունդ կորցրել ես, այ որբանտեր։ Լսեք։ Երբ դու փոքր էիր եւ քո ընտանիքի մեծերից մեկը Լորվա մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենն էր։ Ահա։ Լսեցի։ Լսի։ Ինչպես միշտ, այդ մանկապարտեզի սաները տաշիր բարեգործական ընկերություններից նվերներ է ստացել։ Քեզ մի խորհուրդ տամ։ Ավելորդ մտահոգ արտահայտություններ անելուց առաջ ավելի լավ է մեծերի հետ մի հատ դու զրուցի։ Այսպես պետք է հիշացնես հերթով։ Բալիկ ջան, էշեշ դու ստալուց առաջ մեծերի հետ խոսատունը։ Ասա, որ այն ժամանակ այդ փողերից օգտվում էիք, այդ օգնություններից օգտվում էիք։ Ո՞նց է։ Ու այդ ո՞նց եղավ, որ բոլորը երիտ քպայականների ծանոթները սա գործող հանրապետականներին ու միջև այսօր պաշտոնի վրա։ Турецкая строительная компания, работавшая в Арцахе после его оккупации, заявила, что Азербайджан конфисковал имущество фирмы и не оплатил работу, а сотрудников запугивали. Теперь владельцы публично обращаются к Эрдогану за помощью. Թուրքական ընկերության ոչ միայն չեն վճարել, այլև պետականացել են ամբողջ ունեցվածքը, որ աշխատել է, ինչ որ բաներ է սարքել Արցախում։ Ճիշտ են արել, իրանք էլ դիմում են Էրդողանին։ Ճիշտ են արել, գնացել եք, գործ արել եք Թուրքիի համար, հա, Թուրքն է դες գցել է։ Ինչ գործ ունեք Արցախում։ Գնացել եք փող աշխատեիք, հա, վայել եք։ Ես վրացում լսենք մի հատ էլ։ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա էլ Վրաստանն են ուզում ասեն դες։ Сами Грузии не имеют права, так как азербайджанцы имеют Грузии. Каких там ущемленных прав идет речь. Они ведь думают, что окончательный цель у них та, что отнять нас территории. И вот турецкое, азербайджанское влияние, которое сейчас идет на Грузию, они хотят закончить то, что западную Грузию возьмет это Турция, а восточную Грузию Азербайджан. Вот. Ռոսկով ասում է նպատակը Վրաստան երկու մասի կիսելն է, մի մասը Թուրքիայի մեջ, մյուսն էլ Ադրբեջանի։ Վրացիները ինչ որ սկսում են խելքի գալ։ Например, Эрдоган предъявил территориальные претензии уже Грузии, когда сказал, что вы должны заселять Грузию турков. Արդեն Էրդողան ասել է, որ Բաթումին ընդհանրապես ոնց թուրքական տարածք է, ինջելոցիկներ ծնվել ատեղ։ Այդ կողմերից է։ Называют турками срединцев тех людей, которых Сталин вышвырнул из нашей территории, потому что они были врагами Грузии. Они никакие месхетинцы, они турки. И сейчас вот, когда вот турки... Դե իբա Սավկենդը մսխետի թուրքերի վրա, որ դա մեր հողին է, դա Թուրքիա է։ Շուտով կկիսեն նաև Турция и Эрдоган предъявляют у нас территориальные претензии. Азербайджан нагло ведет себя. Это синхронные действия. Եվ Ադրբեջանն այդան լքտի պահում ասում է, զուգահեռ աշխատում։ Алиев потому действует, что он под ним встает Эрдоган, и они вместе хотят нас на колени поставить. Все бизнесы сейчас, какой в Грузии есть, 30-40% азербайджанских бизнес-компаний у нас. 40%-ը ադրբեջանական բիզնես ընկերություններ են ասում։ У нас сколько мечетей построили, такие сколько мечетей в Азербайджане нету. Ասում են այնքան մսկիթ են սարքել, որ այդքան մսկիթ նույնիսկ Ադրբեջանում չկա։ Դե վայել եք ընկեր։ Вот Алиев приехал у нас и говорил, что вот сколько мечетей построили, сколько у нас не было. Ալիևն էլ եկել ասում ենք ինչ այնքան բան ենք մսկիթ ենք ձեր սարքել, մեր մոտ նույնիսկ չկար։ Ճիշտ է, ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ նորմալ է, ընկեր վրացիներ ուղղակի դուք էլ մեր հետ 1000 տարուց ավել թուրքերը այդ կողքի ապրել եք էլի։ Դուք չհասկացաք ով է թուրքը։ Մտածում եք այն ինչ որ կատարվում է Հայաստանի նկատմամբ, մենակ մեր նկատմամբ լինելու։ Չէ, եղբայրներ, չէ։ Այս աննորմալին անդրադառնանք։ Սրանք գողացել են վենեսուելական տանկեր։ Պատկերացնում եք։ Այս հիվանդը։ As you probably know, seized a tanker. Տանկեր են գողացել։
գրավ է On the coast of Venezuela, large tanker, very large. մեծ տանկեր Largest one ever seized, actually. ամենամեծ տանկերն են ուրախությամբ ասում եմ պիրատ են էլի ծովահեն Look at me. I'm the captain now. Taking it over from the Somalians. Taking over the ships. այսենց իջել են Yes, yes. As you probably know. իջել են բանի վրա ու գրավել են ուրիշ երկրի սեփականությունն խուլիգան ռեկետիկ ես չգիտեմ սան ինչ ասեմ բայց Հայաստանում բանա սիրողներ կան սան գիտեմ Հայաստանում սիրողներ կան հիմա Վենեսուելա հանգիստ կարող է դատի տա միջազգային դատարանով ճանաչի որպես ագրեսոր երկիր եւ պահանջի իր ունեցվածքը բայց իրանց նպատակը գիտեք որն է ծնկի բերել Վենեսուելային որ նավթը ինչպես բանը Իրաքի դեպքում Լիբիայի դեպքում իրենք առնեն իրանց լինի Վենեսուելան իրանց նավթ չի ծախում իրանց օդի նման պետքա որ այդ շուկան էլ իրանց լինի նոր թվեր են պարզվում Իսրայելը ինչքան մարդ է սպանել Գազայում նոր թվեր են սոսկալի թվեր են բացահայտում բայց սրանք չեն նախանջում սրանք դեռ բաներ են 100,000 քարոզիչ են պատրաստում դե փող ունեն խնդիր չունեն դավաճաններ կլինի 100,000 որ իրանց շահերը բանանի տարածեն աշխարհով մեկ քարոզեն Եվ ես սպասում էի նորության, շատ էի սպասում Մայամիում պարտվել են հանրապետականները Մայամին, որ հանրապետականների դա մայրաքաղաքն է, որ Թրամփը միշտ տեղից է ընտրվել Մայամի մերն էլ, քաղաքապետն էլ դարավ դեմոկրատ Թրամփը իր սեփական տարածքում պարտվեց քանի օր էր իր բոլոր հնարավորություններով քարոզում էր, որ արեք ամերիկան սարքենք great again ընտրեք ես ձեր հետ եմ ձեր կողքին կանգնած եմ բոլոր ընտրությունները ժողովուրդ ջան ես ես երաշխավորում եմ էսի շատ կասկածելի է ես երեք էլ ընտրությունները ես չէի ուզում ասեի ու սխալ դուրս գալ էլի ես վստահ եմ որ սանք պարտվելու են բայց ասում եմ ոնց հնարավոր է բոլոր իրաց փողերն է բոլորն իրանք են այդտեղ միշտ հանրապետական ա եղել է տարածքը էլի բայց ասում եմ իմ հաշվարկներով սանք պիտի պարզվեն ասեցի սպասեմ ընտրությունների արդյունքները լինի նոր ասեմ եղավ ոչ մի տարածքում սրանք պետք է արդեն կես կաթիլ հույս չունենան որ կարող է իրանք հաղթեն 26 թվականին սրանք կորցնելու են եւ սենատը եւ ներկայացուցիչների պալատը ու այն ինչ որ Թրամփը խոստացել է Ալիևին Նետանյահուին Էրդողանին Պուտինին չի լինելու մեզ դիմանալա պետք ասում 26 թիվը լինելու է շրջադարձային տարի Ոգի տեսնեք մեկ մեզ ոնց կդրսևորենք 26 թվականին դա շատ կարևոր է ես երեք ասացի բայց թիվը չգիտեի մի խոսքով 5 երկիր են արդեն բոյկոտել Իսրայելի մասնակցությունը Եվրոտեսիլին եթե Իսրայելը մասնակցեց իրանք չեն մասնակցելու այսի արդեն վիոլը չունի ես էս բանն եմ տեսանյութն եմ ուզում նայենք այնքան ցեն անջատեմ ախմախ երաժշտությունն ուրեմն ստե գայլերը վազում են նապաստակի հետևից նայեք ու նապաստակին բռնում արծիվը այս գայլերը շարունակում են հետապնդել արծիվներին հետապնդում Ստե արծիվը չի կարողանում տանի գցում նապաստակին եւ գայլերը ասում են իրենց ուզածին սա անեց տիպիկա նրանց համար են որ որոշումա որ ծրիտակով անցնելուց ինքը փրկվելու է որ նապաստակի նման եթե լավ վազեց փախավ իրեն փրկվելու է բարձում այդ ընթացքում քեզ կարա ոչ միայն ուրիշը բռնի իր նպատակների համար հետ այդ ուրիշներն չկարողանան իրենց նպատակների համար օգտագործեն էլի քեզ գցեն էլի դու մեկա բաժինես դառնում գայլերի նապաստակի նման ապրող ազգը մարդ չգիտեմ անհատ
Նա sense թե նենց ճակատագիր չունի։ Միշտ ասում են հիմալային նապաստակը, որ մտածում է, որ խելոք պահեց իրան անտառում, գայլ արվես իրան չեն ուտելու։ Դա համար մեր հայկը մեզ ավետում է, ասում է թդի տակով չանցնես։ Դավիթը ավետում է թդի տակով ոչ մեկի չանցնես, որտեղ եթե դու որոշել ես որ պետք է անցնես, դու արդեն զոհ ես, քեզ արծիվը կուտի, գայլը կուտի, աղվեսը կուտի, էական չի, քեզ ուտելու են, որովհետև դու ես դա քո համար որոշել, դու ես քո ճակատագիրը այս կարգի սահմանել։ Ոչ գայլն է մեղավոր, ոչ արծիվը, դա իրենց բնույթն է, դա դու ես մեղավոր, որ քեզ նապաստակի նման ես պահում։ Ներեցեք, այստեղ էս եկեղեցում Սուրբ Ամենափրկիչում հնչեց կաթողիկոսի եւ Միքայել Աջապահյանի անունը, բայց զուգահեռ իրականությունում 7 վերք եկեղեցում Փաշինյանը այսպես կոչված իր շրջիկ խմբով է եկել պատարագի ու ամենայն հավանականությամբ այնտեղ չի հնչելու կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները։ Այս իրականությանը ինչպես եք վերաբերվում ու առհասարակ այսօր Գյումրիում երկրաշարժի այսպես տարելիցն է, երկրաշարժի օրն է, ինչպես կմեկնաբանեք այս ամենը։ Տեսեք, ոչ միայն Սուրբ Ամենափրկիչում, այլ շատ հայրում, գոնե Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում եւ վանքերում, որտեղ որ մենք ունենք հոգեվոր հովիվներ, ովքեր որ պատարագ են մատուցում ամեն Կիրակի, բոլոր եկեղեցիներում Սուրբ եւ անմահ պատարագ է ընտանում եւ բոլոր պատարագների ժամանակ միանշանակ ըստ կանոնի հնչում է մեր վեհապար հայրապետի Գարեգին II կաթողիկոսի եւ մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի անունը։ Իսկ ինչ վերաբերվում է Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում, հստակ մեր հոգեվոր հայրերը դիրքորոշումը տվել են, գնահատականը տվել են, ես էլ կրկնում եմ, երեկվանից ես ցավոք սրտի ականատես եմ եղել այդ ծանր իրավիճակին, որ Սուրբ Աստվածածին մեր առաջնորդանիստ եկեղեցին բռնազավթվեց վարչապետի աթոռը զբաղեցնողի ճղճիմ հրահանգների հաշվին, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ուղղակի կամակատարն են մեկ անձի հաճույքների ու չնայած դժվար իր համար հաճույք լինի, ինքը ստիպված է ամեն ինչը կատարում, որովհետև ինքը թուրքի եւ ների ծառան է։ Իսկ ինչ վերաբերվում է ցավալի տարելիցին, ինքներդ արդեն տեսնում եք, որ ինքը իր ճղճիմությամբ նաեւ անարգում է մեր զոհերի հիշատակը եւ այսօր մեր խոնարհման հիշատակության օրը կներեք բարիս համար, բայց դարձել է երկրորդական թեմա, որովհետև առաջինը ըստ իր թելադրած օրակարգի ինքն է ուզում հայտնվել օրակարգում եւ մենք ստորադասել ենք մեր զոհերի, իհարկե ոչ մենք, այլ իրենք ստորադասել են մեր զոհերի, մեր հարազատների կորուստը, մեր վիշտը ու չեն կարողանում կենտրոնանալ մեր վշտի վրա, այլ մեր վշտի վրա եւս մեկ վիշտ են ավելացել։ Վարչապետը չի հրաժարվում կաթողիկոսին գահընկեց անելու, այսպես ասեմ, այդ գաղափարի։ Շահնդամը հրաժարվի, վարչապետը ում շունի որ հրաժարվելու նայենք կամ չնայենք։ Ինչ կուզե, ինքը իր ցանկությունը էստա իր տագանքների, սրբապիղձների հետ իրանք մտածեն, բայց իրանց պրավալը ի սկզբանե կա, արդեն կներեք, բայց իմ ներվերսը չի եկե, ես չեմ ուզել այդ ողորմելիներին անդրադառնալ։ Այսօր մեզի համար նամանավանդ հենց հիմա Սուրբ եւ անմահ պատարագ են տանում, ու այս բացառիկ տագանքությունը, որ նույնիսկ թուրքը չի արել այսպես։ Բազմաթիվ հայտարարությունների արձանագրությունների մեջ տեսել եք, որ թուրքերը երբ որ նաեւ գրավել են, իրենք չեն պղծել ամեն ինչ, ու պղծում է հայի տականքը։ Վերջում ուզում եմ օր ավարտել Համոսայանի խոսքերով։ Ով կյանոսները ելնում են ափից եւ պատառոտում են իրենց անխնա, խելագարվել է կյանքը տագնապից, իսկ ինձ ասում են, թե խելոք մնա։ Մենակ իսկական մարդը կհասկանա այս խոսքերը։ Աշխարհը խառնվել է իրար, ամեն ինչ բանը բանից անցել է, մեզ էլ ասում են խելոք մնա։
Խելոք թող մնան խելոքները։ Մեր հայրերը մեզ ասում են խելոք մի մնա, թշնամու թախտիր, թշնամու սրիկա կողմի անցիր։ Անձնական որոշումը թող ամեն մեկ իր որոշումը կատարի։ Ես լրիվ համաձայն եմ Ամոս Սարյանին։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։